Նիկոլ Փաշինյանը իր խոսքերն մեջ բերում, ներողություն եմ խնդրում, որ ասել էր բոմժ կսարքի։ Գիտեք, մի բան ասեմ, ըստ էության դա իմ կարծիքով հնարավոր չի, բայց այս իշխանությունը Ծառուկյանի հանդեպ գործողություններով հասցրեց ծայրահեղ, ես բոմժ բառը չեմ ուզում օգտագործել, ծայրահեղ, ծանրագույն իրավիճակի այն հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր նվազագույնը աշխատում էին Ծառուկյանի կողմից հիմնված հիմնարկում։ Հիմա ում եք դուք սարքել ծայրահեղ աղքատ, ում եք դուրս շպրտել, ում եք առանց մի կտոր հացի թողել, ում։ Անաբովյան իսկ Արկամ Աբրահամյանի հետ կապված այդ ձայնագրությունը քննչական կոմիտեն, որ տարածեց անձնական տվյալներին էր վերաբերվում, այդ դեպքին ինչպես եք վերաբերվում։ Դա կապ ուներ Ծառուկյանի գործի հետ։ Տեսեք, յուրաքանչյուր գործընթաց, որը այսօր տեղի է ունենում եւ այս կամ այն առումով, Գագիկ Ծառուկյանը հնչեցվում է իմ խորին համոզմամբ, այո, որովհետեւ փորձելով շինց ու սուտ, չգիտեմ, լկտի, ընտանիք մտնելով, այդ բոլոր քայլերով փորձելով ինչ-որ ասենց հանրային տրամադրություններ ստեղծել, փորձում են կրկին, ըստ երևույթի հանրային, այտենց տրամադրություններ գեներացնել, բայց չի ստացվելու, շատ պարզ պատճառով, գիտեք, քանզի իրենք սխեմատիկ են աշխատում, այսինքն իրենց թուղթը տվել են, ասել են, այս թղթով, այս սխեմաներով աշխատեք, իրենք աշխատում են եւ ասեմ ավելին, թող ոչ ոք չուրախանա, կան չէ, կամ ինչ-որ մի պուճուրիկ, շատ պուճուր, բայց այնուամենայնիվ զանգված մարդկան զանգված, ում բանականությունը խժռել է Թավշյա քաղցկեղը, ուղղակի խժռել է, պրոպագանդան խժռել է, բոլորի տուն է գալու այս ամենը, հասկացեք, Ծառուկյանի քեյսը ինքը ցուցիչ է, որ այս ամենը գալու է մտնելու է ամեն մեկի տուն, ոնց մտավ են հազարավոր մարդկանց տուն, ովքեր այսօր աշխատանքից զրկվեցին։ Այս կամ այն առումով, ես հիմա չեմ ուզում քաղաքագիտական լեկցիաներ կարդամ, բայց այնուամենայնիվ դա այդպես է։ Եվ այո, քաղաք բանտարկյալների Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը, Արեգնաս Մանուկյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, ներողություն, որ միգուցե ինչ-որ մարդկանց անունները չտվեցի, 1000 անգամ ներողություն, բայց այնքան շատ են, որ հիմա մի 15 րոպե պետք է մենակ կանոններ տանք։ Եվ այն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, ում բռնեցին ընտրությունների ժամանակ, զուտ նրա համար, որ իրենք հաշտ չեն այս իշխանության հետ, ուրիշ ոչ մի բանի համար։ Դնում են հեռախոսած բանը կոնտեքստից կտրում ներկայացում են, առաջին հերթին ով է թույլ տվեց ես ներկայացնել մարդկանց խոսակցությունները։ Հասկանում եք, մենք արդեն դրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Եվ այո, իրանք Պանդորայի արկղ են բացել։ Ոչ մի իշխանություն հավերժ չի, ոչ մի, չկա, ժողովուրդ ջան, չկա տենց բան, որ ինչ-որ մի իշխանություն հավերժ լինի։ Բայց երբ որ իրանք այդ Պանդորայի արկղները բացում են, այդ ամեն ինչ պատտվում է իրանց դեմ ի վերջո։